Սա պոպոկ ջարդիչ է, իսկ սա պոտենցիալ պոպոկ ջարդիչ, եթե անօրինական է ներմուծվել Հայաստան։ Բանն այն է, որ կառավարությունը նախատեսում է վերահսկել հեռախոսների ներմուծման սև շուկան, որովհետև բոլորից ստեղն է արդեն հասել։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այն նախատեսում է ներդնել բջջային հեռախոսների իմեյի կոդերի միասնական գրանցման եւ վերահսկողության համակարգ մեր երկրում։ Ըստ կառավարության դրա հիմնական նպատակներն են փակել հեռախոսների ստվերային շուկան, կանխել չմաքսազերծված սարքերի շրջանառությունը, բարձրացնել հարկային կարգապահությունը, ինչպես նաեւ ամրապնդել կիբերանվտանգությունն ու անձնական տվյալների պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետությունում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների գրանցման եւ վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում։ Նախագծով առաջարկվում է ստեղծել իմեյի կոդերի պետական շտեմարան։ Բոլոր բջջային օպերատորները պարտավոր կլինեն ստուգել գրանցված է արդյոք հեռախոսի իմեյ կոդը, եթե ոչ, ապա կապի ծառայությունը կմերժի կամ կդադարեցվի։ Բջջային հեռախոսների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար մինչև 2 տարեկան հեռախոսների պարագայում սահմանված է 3000 դրամ յուրաքանչյուր հեռախոսի իմեյ կոդի գրանցման համար տուրք, ինչպես նաև տարեկան 250,000 դրամ տուրք։ Սակայն կառավարությունում ընդգծում են այս թվերը դեռ վերջնական չեն եւ կարող են փոխվել խորհրդարանական քննարկումների ընթացքում։ Վարչապետի խոսքով այս որոշման հիմնական թիրախը ոչ թե շարքային քաղաքացիներն են, այլ հեռախոսների ստվերային շուկան։ Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ եւ ամենամեծ ստվերային շուկան է։ Մենք ինչ անում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք, կատաղում ենք, ներվայնանում ենք, բայց այդ շուկան ուղղակի մեղմ ժպտում է եւ շարունակում է իր գործը։ Նրա համոզմամբ տարիներ շարունակ ոլորտում իրականացված վերահսկողությունը բավարար արդյունք չի տվելու ու այժմ անհրաժեշտ է համակարգային լուծում։ Ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է պոպոկ կոտրել։ Փաշինյանը նաև շեշտում է, խնդիրը միայն հարկային չէ։ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ թվայնացման, որտեղ սմարթֆոնը դառնալու է քաղաքացիների գլխավոր թվային գործիքը անձնագրից մինչև բանկային քարտ։ Այս հարկավոր է, որ վստահ լինել, որ մեր երկրում գործում են այնպիսի գործիքներ, այնպիսի սմարթֆոններ, գադջետներ, որոնք այդ բոլոր ստանդարտների մեջ են գործում եւ այդ դեպքում պետությունը նաեւ որոշակի պարտավորություններ պիտի ստանձնի կիբերանվտանգությունը ապահովել։ Սակայն նախագիծը միանշանակ չի ընդունվել մասնագիտական շրջանակներում։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ստեղծված համակարգը զգալիորեն կուժեղացնի քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը։ Ըստ նախագծի ստեղծվում է ինչ-որ կազմակերպություն, ոչ պետական, որին շատ չափազանց շատ տվյալներ են տրվում, այսինքն ձեր հեռախոսի իմեյլին, SIM քարտը, անձնագրի համարը, պլյուս նաև սահմանի շարժը, դա բացատրեմ, սա էլ է կարևոր։ Իրականում այս ինչա լինելու, այսինքն լինելու հետևյալը, եթե ձեր հեռախոսը պետական ռեեստրում չկա, հա, այդ իմեյլին, ինքը բլոկվելու է։ Սա նաև մեծ ուրախություն տուրիստների համար, այսինքն մարդ գալիս է Հայաստան 30-րդ օրը իր հեռախոսը անջատվում է, որտեղ ինքը գրանցված չի կամ պետք է ինքը գնա հատուկ գրանցվի։ Պատկերացնեք, դուք գալիս եք ինչ-որ երկիր ձեր համար ֆրֆռալու, բայց դեռ մի հատ էլ պետք է գնաք ինչ-որ պետության կառույց հերթ կանգնեք, որ ձեր հեռախոսի իմեյլին գրանցեն, որ բլոկ չընկնի։ Մեր հրաշք։ Վերջինիս համոզմամբ իշխանությունները պետք է հիմնավորեն, թե արդյոք մի քանի հազար չգրանցված հեռախոսի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել նման լայնածավալ տվյալների հավաքագրման համակարգ։ Նման մտահոգություններ ունի նաև Արթուր Պապյանը, գրելով, որ իմեյի միասնական շտեմարանում կապվելու են հեռախոսի իմեյ կոդը, SIM քարտերն ու անձնական տվյալները, ինչը մեծացնում է ինչպես վերահսկողության, այնպես էլ տվյալների արտահոսքի վտանգը։ Նա նաև մտահոգիչ է համարում, որ այդ տվյալները հետագայում կարող են օգտագործվել նաև այլ թվային ծառայությունների համար։ Նախագիծը դեռ կլրամշակվի, ասում են կառավարությունում, իսկ եթե այն ընդունվի, ապա 2027 թվականից Հայաստանում հեռախոս օգտագործելու համար արդեն բավարար չի լինի, որ այն պարզապես լավ աշխատի, այն պետք է նաև գրանցված լինի։ Աստղիկ Խաչատրյան, Ռայա Լազարյան, այսօր։
Կան մասնագիտություններ, որտեղ աշխատանքային օրը չի սկսվում առավոտյան ու ավարտվում երեկոյան, իսկ հանգստյան օրերը հաճախ պարզապես օրացույցում են մնում։ Զինվորականների ծառայությունը հենց այդպիսիներից է։ Նրանք հայրենիքի սահմանին կանգնած են ոչ միայն առանց հանգստյան օրերի, այլև հաճախ անքուն գիշերներով, եղանակային ամենաբարդ պայմաններում եւ մշտական պատրաստակամությամբ։ Սակայն զինվորականի համար սա պարզապես աշխատանք չէ, սա գիտակցված ընտրություն է, երդում եւ պատասխանատվություն հայրենիքի, ժողովրդի եւ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության հանդեպ։ Նրանց ծառայությունը չափվում է ոչ թե աշխատած ժամերով, այլ զգոնությամբ, նվիրումով ու պատրաստակամությամբ, ցանկացած պահի կատարել իրենց առաքելությունը։ Մինչ շատ են իրենց առօրյան անցկացնում են խաղաղ պայմաններում, զինվորականները շարունակում են իրենց հերթապահությունը, հաճախ հեռու ընտանիքից, անձնական կյանքը երկրորդ պլան մղելով։ Նրանց ծառայության շնորհիվ է, որ անդորր ու ապահովություն է երկրում։ Զինվորականի համազգեստը պարզապես հագուստ չէ, այն արժանապատվության, պատվի եւ հայրենասիրության խորհրդանիշ է։ Իսկ նրանց ծառայությունը հիշեցնում է, որ հայրենիքի անվտանգությունը պահանջում է ամենօրյա նվիրում, հաստատակամություն եւ երբեմն նաեւ անձնական զոհողություններ։ Որովհետև կան մասնագիտություններ, որոնք չեն ճանաչում ոչ ժամանակ, ոչ հանգստյան օր, ոչ էլ գիշեր ու ցերեկ։ Զինվորականի ծառայությունը հենց դրանցից ամենապատասխանատուներից մեկն է։ Գայանե Հովհաննիսյան, այսօր։ Հունիսի 23-ին Կապանի թիվ 1 դպրոցում աշակերտական ֆորում էր։ Մասնակիցները, վարողները, հարցեր բարձրաձայնողները դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրով Սյունիք եկած ուսուցիչ առաջնորդների սաներն էին։ Կայուն համայնքներ եւ բնապահպանություն թեմաներով սեսիաներին հաջորդեց փափուկ հմտությունների մասին դասընթացը։ Ապա սկսվեց ամենասպասվածը՝ պանելային քննարկում, որի ընթացքում Սյունիքի փոխմարզպետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտաքին կապերի եւ ոլորտային ինտեգրման տնօրենն ու դասավանդիր հանուն Հայաստանի առաջնորդության զարգացման ղեկավարը պատասխանեցին բազմաբնույթ հարցերի։ Սովորելու ցանկություն, էնտուզիազմ ունեցող մարդկանց այսօր շատ դժվար է, այսինքն դիպլոմ ունեցող մարդկանց հեշտ է մարդը, որ պատրաստ է նոր բան սովորել, որովհետև ցանկացած աշխատավայր կա նոր գիտելիք։ Մենք սովորել ենք, ունենք լավ աշխատանք, բայց ես երբ որ տեսնում եմ իմ շրջապատի մարդկանց, տեսնում եմ մարդիկ, ովքեր ամեն ինչ ունեն, բայց չգիտեն ոնց լավ ապրեն։ 2025 թվականի հունիսի 24-ին են Սյունիքի մարզպետը, դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրի ղեկավարն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ հիմնադրամի տնօրենը համագործակցության պայմանագիր ստորագրել, որով հանքարդյունաբերական ձեռնարկությունը ստանձնել է ծրագրով Սյունիք եկող ուսուցիչների ծախսերի եւ հավելավճարների ֆինանսավորումը։ Մարզի տարբեր բնակավայրերի դպրոցներում կային թափուր հաստիքներ, որոնց լրացման գործում ծրագրի դերն անուրանալի է, շեշտում է Սյունիքի փոխմարզպետը։ Մենք փաստացի կարողացանք գոնե որոշ չափով համալրել մեր ուսումնական հաստատությունը այնպիսի մասնագետներով, որոնց պահանջարկը տարիներով Սյունիքը ուներ, եւ եթե մենք դասավանդիր Հայաստան կազմակերպության հետ առանց ԶՊՄԿ-ի աջակցությամբ ոչ այդքան լիարժեք են կարողանում իրականացնել, այս պահին արդեն վստահ կարող եմ ասել, որ այդ հնարավորությունները շատ ավելին են եւ ավելի շատ վստահություն է ներշնչում նաեւ մեր գործընկերներին, որ կարելի է շարունակել ծրագիրը եւ հասնել լավ արդյունքների։ Կոմբինատի սոցիալական ծրագրերում կրթությունը շատ կարևոր դեր ունի եւ շատ կարևոր ծավալ ունի։ Teach for Armenia-ի կոնցեպտը ի սկզբանե հետաքրքիր կոնցեպտ է եւ մենք վստահ ենք, որ եթե համայնքը եւ եթե մարզը եւ կրթության համար պատասխանատու պատկան մարմինը համարում է, որ այս ծրագիրը անհրաժեշտ է մարզին, ուրեմն բնականաբար մենք էլ սիրով մասնակցում ենք այդ ծրագրի ֆինանսավորմանը։ Սաներ, որոնք չեն ամաչում խոսել խնդիրներից, փնտրում են լուծումներ եւ ամենակարևորը՝ գիտակցում են միավորվելով ավելի ուժեղանում են։ Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամի ղեկավարները հենց սա են համարում գլխավոր ձեռքբերում։ Շեշտում են, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցությունից հետո առավել վստահ են գործում։ Մենք բարբերաբար հնարավորություն ենք ունենում այս տեսակ եւ բարբերաբար իրականացվող միջոցառումների եւ գործողությունների ընթացքում տեսնել, թե ինչ ազդեցություն են ունենում դասավանդիր հանուն Հայաստանի ծրագիրը ուսուցիչ առաջնորդները մեր աշակերտ առաջնորդների վրա եւ այսօր մենք կարող ենք տեսնել, ես շատ ուրախանում եմ առաջին հերթին, որ մենք կարողանում ենք տեսնել աշակերտներ, ովքեր կարողանում են հարցեր տալ, ովքեր չեն վախենում իրենց կարծիքը բարձրաձայնել, ովքեր միգուցե տարբերվող տեսակետ ունեն, բայց տեսակետ ունեն։ Բարձրագույն կրթությամբ երիտասարդներ մայրաքաղաքից ու տարբեր մարզերից, որոնք գալիս են Սյունիքի գյուղական բնակավայրեր, ապրում հաճախ ոչ հարմարավետ պայմաններում, դիմակայում կենցաղային ու մշակութային տարբեր փորձությունների,
որ պատրաստ են նոր առաջնորդներ։ Գեր Ասատրյանը, որ մեր դասղեկն է հիմա, նաև բացի դրանից հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, իր մոտեցում, այսինքն ձևեր, օրինակ նախագծային աշխատանքների մոտեցումները, թեկուզ բաց դասերի մոտեցումները, օրինակ, որ արեցինք ջերմացում, թեկուզ ամփոփումը շատ հետաքրքիր ձևերով, ու ես հենց այս սեսիայի համար էլ ընկեր Ասատրյանի կիրառած մեթոդներից շատերը ուզում եի օգտագործել, որովհետեւ իրոք շատ էր դուր եկել։ Եռակողմ համագործակցություն, որից գլխավորապես շահում է Սյունեցի գյուղաբնակ երեխան, քանի որ ուսուցիչ առաջնորդները մարդիկ են, որոնք գիտեն, ինչպես կարելի է փոխել կյանքը փոքրիկ բնակավայրում։ Տավուշի մարզում անցկացվեց էներգետիկ խաղեր 2026 կրթական մրցույթային նախաձեռնությունը, որի շրջանակում երիտասարդները հնարավորություն ստացան խորացնելու իրենց գիտելիքները էներգոարդյունավետության, կանաչ շինարարության եւ էներգետիկ աուդիտի ոլորտներում։ Դիլիջանում կայացած միջոցառմանը մասնակցեցին Տավուշի մարզի 15-ից 24 տարեկան աշակերտներից եւ ուսանողներից կազմված թիմեր, որոնք նախապես անցել էին առցանց ուսուցողական դասընթաց, ծանոթանալով էներգիայի արդյունավետ օգտագործման, էներգախնայողության եւ էներգետիկ աուդիտի հիմնական սկզբունքներին։ Էներգետիկ խաղեր 2026 նախաձեռնությունն իրականացվում է կանայք կլիմայում եւ էներգետիկայում հասարակական կազմակերպության կողմից ավելի լավ եկամուտ եւ աշխատունակություն էներգոարդյունավետ շինարարության եւ վերանորոգման մեծ ծրագրի շրջանակներում Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության, Reconomy ներառական եւ կանաչ տնտեսական զարգացման ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Helvetas շվեյցարական փոխգործակցության կողմից։ Այսօր մենք եզրափակեցինք էներգետիկ խաղերը Դիլիջանում, որը մեկնարկել էր Գյումրիում, այնուհետև Վանաձորում եւ այսօր Դիլիջանում։ Հիմնական նպատակը էներգետիկ խաղերի դա ուշադրությունը գրավել այս ոլորտի հանդեպ, ցույց տալ, թե այս ոլորտում կան բացեր, կարիքներ եւ մեծ հեռանկար ու հնարավորություններ։ Ընտրելով այս մասնագիտությունը հնարավոր է նաեւ լինել ավելի բարեկեցիկ, ավելի շատ եկամուտ ունենալ, փորձել ենք կոտրել կարծրատիպերը, թե ընտրելով այս ուղղությունը էլեկտրիկի մասնագիտությունն է, որը սահմանափակվում է շատ նեղ գործողություններով։ Նախաձեռնության առանցքային բաղադրիչը գործնական առաջադրանքն էր։ Մասնակիցները կատարեցին էներգետիկ աուդիտ, ընտրելով դպրոցական շենք, բնակարան կամ առանձնատուն։ Թիմերը հավաքագրեցին եւ վերլուծեցին էներգիայի սպառման վերաբերյալ տվյալներ, գնահատեցին հնարավոր կորուստները եւ մշակեցին էներգոարդյունավետության բարձրացման առաջարկություններ։ Մրցութային օրվա ընթացքում թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց աշխատանքի արդյունքները։ Գնահատումն իրականացվել է Վիկտորինայի արդյունքների, աուդիտի որակի եւ ներկայացումների հիման վրա։ Հայաստանը այսօր բազմապիսի եւ բազմատեսակ էներգետիկ խնդիրներ ունի։ Մենք ունենք էներգետիկ անվտանգության խնդիր, էներգետիկ կախվածության խնդիր, մենք ունենք վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում բազմաթիվ խնդիրներ, մենք ունենք գոյություն ունեցող էներգասպառման շատ ցածր էներգոարդյունավետության մակարդակ, այսինքն համարյա ամենուրեք բոլոր ոլորտներում էներգիան շատ անարդյունավետ է օգտագործվում, այսինքն մենք որպես պետություն արտաքին գործընկեր երկրներից ներմուծած բառելիքային էներգետիկ ռեսուրսները օգտագործում ենք անարդյունավետ։ Եվ այդ խնդիրը լուծելու համար Հայաստանը կարիք ունի մասնագիտական կադրերի, որոնք այսօր շատ սակավ են, խորը դեֆիցիտ է այսօր կադրային քաղցա էներգոարդյունավետության ոլորտում եւ այս էներգետիկ խաղեր միջոցառումը այդ առումով շատ մեծ դեր ունի կատարելու, որովհետեւ երիտասարդ սերունդի մոտ պիտի արթնացնի հետաքրքրությունը էներգոարդյունավետության հանդեպ որպես մասնագիտություն, որպես հնարավոր կարիերայի նիշա, որտեղ կարելի է զարգանալ եւ հաստատ փնտրել արժանապատիվ ինքնարեալիզացիայի ճանապարհ։ Էներգետիկ խաղեր 2026-ը միաժամանակ անցկացվել է նաև Շիրակի եւ Լոռու մարզերում։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը էներգոարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի թեմաների մասին եւ նրանց փոխանցել գործնական հմտություններ, որոնք կարող են կիրառվել կանաչ մասնագիտությունների եւ կայուն զարգացման ոլորտներում։ Էներգախնայողություն եւ էներգոարդյունավետ մեթոդներին անցնելը ամենակարևորն է, ոչ միայն տնային տնտեսությունների, այլև հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների համար, քանի որ էլեկտրաէներգիան եւ էներգետիկ անկախություն ձեռք բերելը բավականին կարեւոր է մեր տնտեսության զարգացման համար։
հետաքրքիր նախաձեռնություն էր, որը հուսով ենք շարունակական կլինի եւ վարակիչ կլինի։ Էներգետիկ խաղեր 2026-ի մասնակիցները տուն վերադարձան արժեքավոր նվերներով եւ նոր գիտելիքներով, գործնական հմտություններով, որոնք կարող են օգտակար լինել նրանց ապագա մասնագիտական ճանապարհին։ Բանտում բազմաթիվ մարդկանց պատմություններ եմ լսել։ Նրանց ճակատագրերը տարբեր են, սակայն շատերի պատմություններում կրկնվում է նույն ցավալի սցենարը։ Թմրանյութերի հետ առաջին անլուրջ փորձը, որը հետագայում փոխել է նրանց ամբողջ կյանքը։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքում հաճախ կանգնում է ճակատագրական ընտրության առաջ, որը որոշում է ոչ միայն այսօրը, այլև իր ողջ ապագան։ Թմրանյութերին մոտենալը կամ դրանցից հեռանալը կարևոր ընտրություններից մեկն է։ Թմրանյութերը հաճախ մեզ ներկայացնում են որպես խնդիրների լուծման հեշտ ճանապարհ, սակայն դա պատրանք է։ Իրականում դրանք մարդկանցից խլում են ամենաթանկը, ժամանակը, ընտանիքը, երազանքները, իսկ հաճախ ազատությունը։ Մեկ փորձն անգամ կարող է վերածվել կործանարար կախվածության։ Այստեղ շատ են պատմությունները, որտեղ մարդը լավ աշխատանք ուներ, ծրագրեր ու նպատակներ, սակայն մեկ սխալ ընտրությունը փոխում է նրա ամբողջ կյանքը։ Այդ մարդիկ չէին էլ պատկերացնի, որ մեկ անգամ արտահայտությունը կդառնա ամեն օր։ Նրանք պարզապես ուզում էին փորձել, մտածում էին, թե ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է։ Աշխարհում հազարավոր մարդիկ կարողացել են հրաժարվել կախվածությունից եւ սկսել նոր կյանք։ Դա նշանակում է, որ փոփոխությունը հնարավոր է։ Թմրանյութերից ազատվելը դժվար է, բայց ոչ անհնար։ Ամենակարևոր հաղթանակը մարդու հաղթանակն է սեփական թուլությունների նկատմամբ։ Այդ հաղթանակը սկսում է մեկ ճիշտ որոշումից։ Թմրանյութերին ոչ ասելը հաջողության հասնելու առաջին քայլն է։ Թմրամիջոցները մարդկային ահռելի տառապանքի աղբյուր են։ Այս խնդիրը համաշխարհային մարտահրավեր է, որը ազդում է միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում։ Ցավոք սրտի, մեր հասարակությունը եւս անմաս չէ այս խնդրից։ Եվ մենք յուրաքանչյուրս մեր տեղում պետք է բոլոր ջանքերը գործադրենք թմրամիջոցների դեմ պայքարում։ Յուրաքանչյուր պատմություն կարող է դաս դառնալ մյուսների համար։ Պետք չէ սեփական կյանքով ստուգել այն, ինչի հետևանքներն արդեն հայտնի են։ Իրական ուժը ոչ թե վտանգին մոտենալն է, այլ այն ժամանակին մերժելը։ Դու կարող ես։ Լավ մտածիր, կանգ առ։ Ընտրի կյանքը։ Ես իմ առաջին անգամն է նստում եմ էսաթորին որպես ոստիկանապետ։ Ռոբերտ Ուիլյամը Գլենդերի նոր եւ առաջին հայազգի ոստիկանապետն է։ Քաղաքային խորհուրդ նորեր առաջ է հաստատել նրա թեկնածությունը, նշանակելով 14 բաժին, տարբեր դիվիզիոններ, մոտ 500 աշխատակից եւ $150 միլիոն ավելի բյուջե ունեցող ծառայության ղեկավար։ Մեծ պատասխանատվությամբ է ստանձնում հարազատ քաղաքի անվտանգության ապահովումն, ասում է։ Ինչ որ պետք է մեզ, որ քաղաքը ապահով պահենք, արդեն ունենք դրանք վերտալյոտից բռնած, շներից, SWAT թիմից, ուրեմն այդ մի խոսքով full service police department ենք ու շատ busy ենք, շատ գործ կա։ Գլենդերի 21-րդ ոստիկանապետը ծնվել է Իրանում, շատ փոքր տարիքում ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, ապրել Մասիս քաղաքում, որտեղից էլ 90-ականներին մեկնել են ԱՄՆ, Կալիֆոռնիա։
Ուիլյամ ազգանունի պատճառով ոմանք կասկածում են, որ հայ է, հպարտությամբ հայտարարում է. հայրն ասորի է, մայրը հայ։ Մեր հայ համայնքը շատ հպարտ են, որ ես դարել եմ առաջի հայ ոստիկանապետ, բայց նույն ձևով ես իմ մտածումքն է, որ երևի ասորիների համայնքը իրանք են երևի հպարտ ազգում, կարող ասկի չգիտեն։ Ռոբերտ Ուիլյամը Գլենդելի ոստիկանությունում 24 տարվա աշխատանքային փորձ ունի, 18 տարեկանից ընդունվել է որպես կադետ, ապա վեր բարձրացել կարիերայի աստիճաններով։ 2008-ին ծառայության բերումով հրազենային բարդ վիրավորում է ստացել, զրահաբաճկոնը փրկել է կյանքը։ Հայաշատ Գլենդելը հանգիստ խղճով են վստահում նրան, հայտարարել են քաղաքային խորհրդի անդամները։ Կարևոր է լինել առաջինը, բայց ոչ վերջինը, ազգությամբ հայի ԱՄՆ-ում բարձր պաշտոնի նշանակվելու մասին ասում է քաղաքապետ Արտաշես Արդիկ Հասախյանը։ Վստահ եմ, որ մեր երիտասարդները նայելով իր օրինակին, նաև բոլոր հայերին, որ հասնում են բարձր պաշտոնների, կօգտվեն իրենց աշխատանքի օրինակից եւ հույսով կունենանք շատ ուրիշ հայեր, որ բարձրանան քաղաքում պաշտոնների։ Նոր ոստիկանապետի օրինակը որքանով կողքեվորի տեղեհայի երիտասարդությանը ժամանակը ցույց կտա։ Գլենդելը ըստ Ռոբերտ Ուիլյամի բավական խաղաղ քաղաք է հանգիստ բնակչությամբ։ Առաջինն ինչ անելու է մարդկանցից ստացած բողոքների հիման վրա երթևեկությանը շատ ավելի մեծ ուշադրություն դարձնելն է։ Մանավանդ երիտասարդները, որ նոր են սկսում մեքենա քշեն, լավ մեքենաներով մի քիչ արագ են քշում կամ փորձում են իրանց մեքենաները թեստ անեն, իրանց driving ability-ն թեստ անեն, վտանգավոր է դա մեր համար, երևի ամենակարևոր իմ համար, իմ priority-ն է, որ մի քիչ ավելի խիստ լինենք այդ կողմից, որ մարդկանց accountability պահենք, որ դից արագ քշելը բանը, կարմիր լույս անցնելը կամ stop sign-ներին, որ full stop չեն անում, այդ իմ կարծիքով այդ քշելու traffic safety-ն երևի ամենաառաջի բողոքն ենք, որ ստանում բնակիչների։ Պոլիս դառնալ Ռոբերտ Ուիլյամը պարզվում է Գլենդելի ավագ դպրոցում սովորելու տարիներին է որոշել, բայց որ մի օր ոստիկանապետի պաշտոնի կհասնի, մտքով չի անցկացրել։ Անկեղծանում է ծառայության պատի մոտ, որտեղ շուտով նաև իր լուսանկարը կփակցնեն։ Հերմինե Բաղդասարյան, Հակոբ Փափազյան։ Ցանկացած դեպքին չոր մի հետք թողում, մանավանդ ինչը վերաբերում է երեխեքին, շատ ցավալի է։ Վանաձորինը ինձ երբ կանչը եղավ, գործիքներս վերցրեցի, իմ գործընկերներիս հետ գնացինք այնտեղ, դեպքի վայրը տենալով անցա աշխատանքի, յոթ տարեկան բալիկին գտա մոտավորապես դեպքի տեղից մի 500 մետր են կողմից։ Ինքը ափի վրայից ծառը ընկել էր ջրի մեջ, փուճուրը գնացել էր ծառի տակ, շոշափելով թաթիկից գտա, հետո դժվարությամբ հանեցի այդ ծառների, այդ ճյուղերի մեջից, սկսեցի արդեն հաջորդի որոնումը։ Տևեց մի քանի օր, 10-11-ին հասնում էի տուն, փորձում եմ քնեմ, դե չեմ կարող։ Սաղ գիշերը պարկում մտածում էի, քարտեզով բացում նայում էի, որտեղ կարա երեխուն պահած լինի, որ ես այդ տեղը նայած չլինեմ, որտեղ է թամ նայեմ, որտեղ բաց թողած կա։ Գետի աշխատանքի ինքնին շատ բարդ է։ Ու անսպասելի, անակնկալ ամեն ինչի հանդիպում ես, ամեն բարդության հանդիպում ես, ու շատ վտանգավոր տեղերի աշխատանքները իրականացնում, դժվար հասանելի տեղեր։ Մեծ քույրիկին 13-ամյա աղջնակին էլի մցրել էր հաստ
ծառի տակ, որը որ էլի գետի մեջ ընկած էր, ու ավազով ծածկել էր։ Տեղեր կար 5 անգամ, 6 անգամ նայել է։ Ու փաստորեն ավազի տակ, հետո մեշոկներ բան եկել էր ծածկել էր, ավազի տակից կարեցա գտնեմ։ Շունչ սպայելով իշնում փորում էի ավազի տակից։ Բալիկին անի։ Գնացել իմ հաց ուտելու։ Մելերին որ էթան երեխեք հաց ուտելու տեյցին կորը։ Դրանց ավր ես ազդում ահապուր։ Երեխեք շատ եմ անը։ Երեխեք եմ անը, երեխա եմ անը, ասենք իրա տոտիկների կուկուի հոտի չապ հայել է։ Տնից էլ են գերա պրոստեսի։ Հերոսի բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի։ Էդի ես չեմ անում, էդի սիրտս անում։